Ողջույն, Կորզարար Էլիքի եթերում վերադարձող կապիտալ հաղորդումն է։ Մենք խոսում ենք հայրենադարձության մասին, հայրենադարձների հետ։ Այսօրվա մեր հյուրն է Արկադի Համբարյան, Ուկրաինայից կամ Վրաստանից, հիմա գասեք ինչպես։ Արկադի ջան, ողջույն։ Բարև, ոնց եք եկել, երբ եք որոշել հայրենադարձել։ Պատահական ստացվեց, ես ծնվել մեծացել եմ Թիֆլիսում, Վրաստանում, հետո հայրս տարավ ինձ Ուկրաինա։ Որ տարիք։ 93 թվին ես 17 տարեկան եմ եղել, ուշադրություն մի դարձրեք իմ ակցենտին, որովհետև ես մինչև 30 տարեկան ընդհանրապես չէի խոսում, հայերեն մնաց այդ ակցենտը, բայց ոչինչ, կարևորը հասկանում ենք իրար։ Հա, 93 թվին գնացի Ուկրաինա, այնտեղ կրթություն, համալսարան, ակադեմիա, ու տենց 22 տարի ապրել եմ Ուկրաինայում, անկեղծ ասած ես մինչև 30 տարեկան չէի ապրում որպես հայ, ոչ չէի մտածում դրա մասին անկեղծ ասած։ Ու տենց պատահական հետո ստացվեց, ես զգացի, որ ես ինչ որ կարևոր բան եմ կորցնում։ Այդ մի օր արթնացաք, զգացիք, որ թե մի բան եղավ, եղավ, ես ավարի եմ տվել, շատ ուժեղ։ Հա, դուք ավտո։ Համարյա արդեն հա մահացած եմ եղել ու երբ որ արթնացա, ես զգացի, որ ես սխալ եմ ապրում։ Հա, այդ վտարը դենց։ Հա, ու հիվանդանոցից որ դուրս եմ եկել, որոշել եմ կյանքում առաջի անգամ անեմ մատաղ ու մատաղի վաղտ, չգիտեմ, կարող է մի քիչ անսովոր է տենց բաներ պատմել, բայց եղել է տենց։ Չգիտեմ, բատնովի է, ինչպես է եղել մի անգամից։ Մեկ նայում եմ զանգա գալիս, այդ մատաղի վաղ զանգա գալիս անծանոթ երկիր, անծանոթ համար։ Պարզվեց էդի Հայաստանը իմ հեր ու բարեկամը զանգում է ինձ, ասում է ես 7 պորտի ծառ ունեմ, ուզում եմ քեզ ուղարկել։ Իմանալով որ վտար է եղել։ Չէ, առանց իմանալ, պատահական, հենց նույն վաղտ։ Մենք սեղանին ենք նստած, մատաղ ենք ուտում, նոր ենք սկսում ավելի ճիշտ, առաջի կենաց ենք բացացել։ Որ թիվն եք ասեք։ Դա արդեն 2007 թվին։ Անկախությունից հետո լրիվ, հա, հասկանալի է։ Հա, 2007 թվին, դա Ուկրաինա։ Հա, հասկանա։ Հա, ու ես զգացի, որ ես ճիշտ ճանապարհ եմ ընտրել։ Մոտավորապես մի 3 շաբաթից 4 շաբաթից ես մտա Ուկրաինայի Սփյուռք, Խերսոնի մարզի նախագահ եմ քաղաքի նախագահ եմ դարել մի անգամից։ Ներողություն, ի՞նչ է նշանակում Ուկրաինայի Սփյուռք։ Դեղի համայնք է այդն։ Սփյուռքն ու հա, հայ Ուկրաինայի հայ միություն։ Հա։ Ես ղեկավարներից մեկ եմ եղել Կիևում եւ Խերսոնի քաղաքի ղեկավար եւ մարզի ղեկավար։ Մի անգամից sense արթնացակ ու սկսակ ես աշխատանք։ Հա, ու սկսել եմ այդ աշխատանքը, այդ ճանապարհը ընտրել եմ ու մինչեւ այսօր ընտրել եմ։ Ես ամենավառաբացույցն ամեն չարիքի մեջ փարիկ կա այդել։ Նու հա, ես շնորհակալ եմ եղել այդ, որովհետեւ ինձ ոնց որ կանգնացրել են ճիշտ ուղղության վրա։ Ու ոնց ասեմ, ես հասկանում եմ, որ այսօրվա թեմայա հայրենադարձություն, ինչ համար պետք է գալ Հայաստան, նու մի երկու բառ էլ ավելացնեմ, ես 2014 թվին, երբ որ արդեն 6 տարի եղել եմ, 7 տարի եղել եմ համայնքի ղեկավար, որոշել եմ, որ ես ուզում եմ բարձրանամ Ասիսար։ Իմ երազանքը եղել այդ։ Բարձրացել եմ գագաթ, վերևից նայում եմ ու զգում եմ, որ ես պետք է այնտեղ ապրեմ։ Փակել եմ իմ բիզնես Ուկրաինայում ու եկել եմ ստեղ։ Ինչ եք ասում։ Զգացի ու եկել եմ ստեղ։ Այս դարբերակը թեր չէինք լսել մեր։ Հա, ու էլի ճիշտ պարզվեց, որովհետև մի քանի ամսից հետո հեղափոխություն, Ուկրաինայի փողը ընկնում է, մարդիկ բիզնես կորցնում են, իսկ ես ոնց որ Արդեն որոշել եք։ Հա, արդեն տեղափոխվել եմ։ Արդեն տեղափոխվել։ Հետաքրքիր է, շատ հետաքրքիր է, պատահական ու հետաքրքիր է։ Անկրվաններ են, որ մեկը որ ընդհանրապես չէր մտածում, մի անգամից sense ոնց որ այությունը հաջողություն է տալիս։ Փուլերով գնա առաջ, ոնց որ Աստված ճանապարհ բացից։ Այո, հենց տենց։ Ու հիմա եթե մենք խոսենք հայրենադարձության մասին, ես Էդի տեսնում եմ զուգահեռ նյութական եւ հոգեվոր։ Երբ ոնց որ ճանապարհ, մարդը ոնց ապրում, կյանքը նյութական եւ հոգեվոր։ Եթե մենք նայենք, քանի որ գործարար ռադիո, եթե մենք նայենք
նյութական կողմից դե պատկերացրեք, եթե դուք ինչ որ երկրում բիզնես ունեք ու այդ բիզնեսը կառավարում եք, այդ բիզնեսը եկամուտ է բերում, ոչ մեկը չգիտի ինչ որտեղ լինելու է, այսօրվա դրության աշխարհը այնց խառն է, որ ով էր սպասում, որ Սիրիայում տենց բան լինի կամ ցանկացած կամ Ուկրաինայում կամ աշխարհի դարբեր ուղղություններով շատ տեղերում ամբողջ աշխարհի վրա իսկ երբ որ դու ինչ որ տեղից գումարը վեկալում ես ներդրում ես ուրիշ տեղ դա կոչվում է դիվերսիֆիկացիա դու կիսում ես ռիսկերը դու ինչ որ երկրի ռիսկը կիսում ես Հայաստանի հետ ու երկու կողմանի լավություն ես անում համ քո համար լավություն ես անում որովհետև քո ռիսկերը կիսում ես համ այդ երկրի լավություն ես անում որովհետև ստեղ աշխատանքային տեղեր ես ստեղծում տնտեսություն ես զարգանում եւ այլն երկու կողմանի համ քեզ ինչքան քիչ ռիսկեր ունես այդքան լավ քո համար դա մեկ երկրորդ երբ որ դու կառավարում ես քո բիզնես ինչ որ երկրում եկան չի Ֆրանսիա, Ռուսաստան, Ամերիկա ու դու բիզնեսի ներսում ես դու ներսից շատ բաներ կարող ես չես տեսնի իսկ երբ որ դու կառավարում ես քո բիզնես հերվից դու շատ բաներ հերվից ավելի արդյունավետ կհասկանաս ավելի հստակ կտեսնես ավելի հստակ որովհետև հերվից միշտ ավելի լավ է երևում ամեն ինչը ոչ միայն բիզնես ամեն ինչը քո կյանքը հիմա եթե մենք զուգահեռ նայենք հոգևոր տեսանկյունից դե իմ փորձով իմ կարծիքով ինչքան ես տեսել եմ չկա տենց հայ աշխարհում ով չի զգում իր ազգի հետ կապ որովհետև դա բնություն է մարդը որ ծնվում է ինքը զգում է կապ իր ծնողների հետ հետո պապիների հետ գենետիկա ոչ թե գենետիկ այլ անգիտակցական էմոցիոնալ անգիտակցական էներգիա ենթագիտակցություն այո ծնողների հետ հետո պապի տատիների հետ 7 պորտ հետո ազգ ամեն դեպքում մեկի վրա ցեղասպանությունը հանձնում մեկի վրա պատերազմ մեկի վրա ու տենց դուք էլ բայց մեկը անդարբեր մեկը հոգադար ով որ անտարբերը ներսում ինքը ունի այդ կապ կարևորը մինչև կյանքից հեռանալ անդարբերությունը չմնա մեջ հենց էտա շատ անգամ եմ տեսել որ մարդիկ օրինակ արտ երկրում տենց ոնց որ դուք ասում եք ցույց չենք տալիս բայց սեղան կիսելուց կենացները Հայաստանի մասին են ասում ու կամ սիրո մասին հայրենիքի մասին եւ այլն բայց դա մնում այնտեղ հետո մնում այնտեղ բայց մեկը կարոտ է էդի կարոտ է իսկ երբ որ դու գալիս ես չեմ ասում դու ստեղ որպես բերդ պետք է նստես էլ դուրս գաս երկրից ո՞վ այդպես բան ասում ես որ դե սովետը վերջացավ 21-րդ դար մենք հնարավորություն ունենք տոմս առնել թռնել որտեղ մենք ուզում ենք սա սահմանները բաց են ազատություն համեմատվում նախկին հայրենադարձության հետ 40-ական թվականների հասկանալի է որ այնտեղ արդեն ասիմիլյացիա եղավ արդեն գործ բարեկամություն ընկերություն հասկանալի է այդ ամեն ինչ բայց երբ որ դու այդ կարոտ ու եւ այդ զգացմունքների պակասում ոնց ասեմ удовлетворяешь չգիտեմ այդ բառը հայերեն նո ոնց որ լցվում ես քո էմոցիաներ քո հայրենիքում դու ուրիշ մարդ ես դառնում որովհետև այդ էմոցիաները որը քո մեջ պակասում են դու լցվում ես այդ էմոցիաներ մի օր գնում ես ընկերների հետ սար մի օր քայլում ես քաղաքում դու այդ միջավայրում ես դու խոսում ես տեսեք ես միջև 30 տարեկան հայերեն չէի խոսում հիմա դա իմ կարևոր լեզու է մնացել է акցենտը բայց իմ մշակույթ երաժշտություն շփվում այսա արդեն մոդիգից պիտի լինես ոչ թե հերվից նայես ներսից այս ամենակարևորն է մարդ գաստե ու ամենօրյա ապրի ոչ թե հերվից ժամանակ առ ժամանակ գենացներով այդ տարբերությունը պետք է գնաս համերգ պետք է շփվես ընկերների հետ գնաս քո նման մարդկանց պարես չգիտեմ գնաս թանգարան ուսումնասիրես գնաս սպորտային հաղթանակներ նայես ամեն ինչ
ամենօրյա մի բան ունես։ Ամենօրյա կյանքը։ Ամենօրյա ուղակի քայլ ես երեկոյան։ Որը քեզ լիցքավորում է, օրինակ մենք էլ չենք ծնվել, դուք էլ չեք ծնվել այստեղ, բայց որ քայլում ես քաղաքում, ոնց որ ասում եք, հաճույք ես ստանում, որովհետեւ քո նման մարդկանց ես տեսնում։ Չեմ ասում, որ Փարիզի կամ Ֆրանսիայի փողոցները կամ Իտալիայի փողոցները ավելի վատ են կամ լավ են, մենք ստեղ որ քայլում ենք, մեր նման մարդկանց ենք հաջում։ Էդա դունն ես։ Դրա համար է ավելի հաճելի կյանքը դառնում անկախ գործից։ Ահա, այնց ու այդ տան զգացողությունը կարևոր է։ Ես միջև եկա ստեղ, ես այդ տան զգացողություն չի գիտակցում։ Ստեղ եմ գիտակցել։ Ու ստեղ սկսել եմ ուսումնասիրել մեր պատմությունը։ Դուք ծանոթներ ունեիք ստեղ որ եկաք։ Ինչպես եկաք, այսինքն մի օր որոշեցիք, ասեցիք վերջ գնում եմ Հայաստան, ստեղ եկաք դուն, գործ, ոնց ունեի, բայց էլ ինքնով։ Դե հերուն չի, պետք է դուք որոշեք ինչ պիտի անեք, ուր ապրեք, ինչպես ապրեք, չգիտեմ, ինչ գործ անեք կամ չանեք, եթե դրսում գործ ունեք, ստեղ կարող է։ Նու ես դրսում գործ ունեի, էդի հարց չի, ես ֆինանսիստ եմ ու ասենք ֆրիլանսեր եմ, ինձ հեշտ է, ես ցանկացած շաբաթները օրինակ եկաք մնացի բարեկամների մոտ դուն արի կամ դուն Չէ, մնացի մի քանի շաբաթ բարեկամների մոտ, հետո վարձել եմ տուն ու սկսել եմ ապրել։ Հա, ու չի խանգարել ոչ մի բան ստեղ առաջին փուլում, որ ասեք որ այս մեր մոտ դենսեր ստեղ դարբերվում է։ Չէ, պատահական ես ծանոթացա այն մարդկանց հետ, ում հետ ես ընդհանուր հետաքրքրություններ ունեի, այդ ինքնաճանաչում, հոգևոր պրակտիկաներ, հոգեբանություն, որովհետև ես միջև եկաստեղ 10 տարի զբաղվում էի, սովորում էի այդ միջավայրում, շատ տրենինգներ եմ մասնակցել արևմտյան երկիրներից միջև Հնդկաստան։ Սովորական գեշտալտ ու հոգեբանությունից սկսած, հետո տեղաբաշխումներ, constellation անգլերեն կամ ռաստանովկի ռուսերեն, խալատրոպիկ շնչառություն, սուֆիների տեխնիկաներ, պտույտներ, հետո Հնդկաստան այնտեղ սովորել եմ մեդիտացիաներ, սաղ ամեն ինչ հավաքել եմ ու էտել ոնց որ դարավ ներսում ոնց որ իմ ոչ, որովհետև երբ որ այդ ամեն ինչը խառնվում է ու բացվում է քո ամգիտելիքներ, զգացողություն, դու ուրիշ տեսակետից ես տեսնում այդ ամեն ինչը։ Դրա համար ես սկսել եմ ստեղ զարգանալ։ Դա ծեր առօրյայի մեջ մտավ էս բանը։ Դա եղել է իմ առօրյայի մեջ, բայց որ շարունակեցիք ստեղ լծվավ իմ ներսի էմոցիաները, ես ավելի ուրիշ կողմից էի տեսա։ Այդ ամեն ինչը ու պլյուս սկսել եմ ուսումնասիրել հայկական պատմություն, որովհետև ասենք մարդու կյանքը եւ ազգի կյանքը շատ նման է այդ անգիտակցական օրենքներով ու երբ որ դու ուսումնասիրում ես պատմություն, դու ուրիշ ձևով ես գիտակցում հայ ազգի կյանքը։ Ну, չգիտեմ, կարող եմ ուրիշների համար դա այդքան էլ հետաքրքիր չի, բայց իմ համար դա հետաքրքիր է, ես տրամադրում եմ դրա համար ամեն օր ինչ որ ժամանակ։ Դե լավ է գանում, որովհետև հիմա դենց բաներ աբադահում, որ զուգահեռներ կան մեր պատմության մեջ, ու սկսում ես մտածել, որ հա հայ ազգի մեջ եղել են սենց վիճակներ, ինչպես որ հիմա է մեր երկիրը, ու կրկնվում են։ Ну, ամեն ինչը կրկնվում է, ու երբ որ դու գիտակցում ես օրենքները, ոնց է կրկնվում, դու ելք ես տեսնում, ոնց կարելի է այդ կրկնվելու վիճակներից դուրս գալ։ Կարևոր է, որովհետև եթե դու այդ օրենքները չես իմանում, դու ելք ես չես տեսնում։ Բայց դուք կարծում եք, որ այս սխալները էլի 50-100 տարի վեր չեն կրկնվելու։ Այդ է բանը։ Եթե մենք այսօր չենք փոխի մեր ճանապարհը, կրկնվելու են։ Եթե մենք գիտակցենք մեր անցյալ սխալները, մենք ունենանք ելք ու փոխենք մեր ուղղությունը, մեր կյանքը դեպի ուրիշ ճանապարհ ու այդ խնդիրները էլ չեն կրկնվի։ Բայց ես նկատում եմ, որ այդքան չեմ խորացել, բայց ես նկատում եմ, որ շատ քիչ մասը ժողովրդին էս սեր ասածն անում 10%-ը, մնացածը էլի 100 տարի վեճ երևի մտել է մեր մշակույթի մենտալիտետի մեջ, որ մարդիկ անդարբեր են մեկ-մեկ տեսնում ես ինչքան վատ բաներ ա գդարում, իրենք հոգերն ինչ է, իրենց տանտուրը փակում են, ու ասում են էս է իմ աշխարհը։ Դրա համար էլ ես կարծում եմ, որ 90 տարի վեճ կարող է նորից կրկնվի, բայց դա Աստված, որ մի անգամից ծնվի այդ 10%-ը, որ գա որ շատ է նեղվում, ուզում է փոխի ընթացքը մեր պատմության, շատանան։
մի օր կարող է շատանա, բայց հիմա ես շատ չեմ նո տեսնում։ գիտեք ոնց 100% նույն չեն կարա լինի բնությունը բնույթը էդի չեն կարող 100% նույն լինեն ու ես երազում եմ որ այդ ձեր ասած 10%-ը եթե կրկրվող մարդիկ ամբողջ աշխարհում մի օր արթնանան նույնպես ու կունենան նույն երազանք միանալ եւ ստեղծել նոր համաշխարհային մեր հայկական համակարգ։ Ու դա հնարավոր է, որ մենք շատ անգամ կյանքում ունեցել ենք աշխարհում առաջի քայլեր, շատ բաների մեջ անշուշտ։ Ու դա էլ կարա կրկնվի։ Դա Աստված, մենք միայն այդ երևի մեր ամենակերակույն երազը կլինի ազգովի։ Իսկ դուք դարբերություն տեսակ դուք երևի սովետի ժամանակ եք եկել, ինձ թվում է Թիֆլիսից կամ Ուկրաինայից։ Ես ծնվել եմ սովետական միության ժամանակ, բայց ես տեղ չեմ եղել սովետական։ Երեխա եմ եղել, չեմ հիշում, երեխա ինչ։ Բայց հետաքրքիր է այդ վթարից հետո որ փոխվեցիք, հետաքրքիր է մանկության ժամանակ ծեր դան մեջ այդ հայրենասիրական խոսակցությունը եղել է, թե անդարբերություն է եղել մի անգամից ծեր արյունն է խոսել վթարից։ Արյունն է խոսել, տունը այդ խոսակցությունները չեն եղել ընդհանրապես։ Զարմանալի է, իսկապես։ Որովհետև մայրս ինքը ոնց է լեզվաբան է եղել։ Բայց հայեր, չէ։ Հայեր, բայց ռուսերենի լեզվաբան էր եղել։ Հայրս բիզնեսմենը ամբողջ կյանք Ռուսաստան, Ուկրաինա, նավթի բիզնես, ծորենի բիզնես ինքը ոնց որ անդարբեր է եղել Հայաստանը։ Անդարբեր է եղել ու առանց ազգի մարդ է եղել արդեն, որովհետև շատ երկիրներում է եղել, մեծ բիզնես, հա, ինքը անդարբեր է եղել այդ բաների։ Պապս ինքը սովետական միության հայտնի լյոչիկ ինքնատրիչք էր քշում շատ հայտնի էր այդ նույն կոմունիստ է եղել եւ այլն տենց ոնց որ տունը չի եղել ամել Թիֆլիսում ընդունված է եղել որ հայերը վրացերեն գիտեն ու ռուսերեն գիտեն լավ ու հայերեն ոնց որ երրորդ տեղում է եղել Թիֆլիսում Թիֆլիսում ես այսօր եմ շատ հայերին ճանաչում եմ ով որ հայերեն չգիտեն դե հա 50% հայ են Թիֆլիսում ժամանակին բայց հայերեն քիչ գիտեն Իսկ քույր եղբայր ունեցել եք։ Ունեմ, քուրս չի խոսում։ Անդարբեր են։ Չէ, խոսիլը կարևոր չի։ Կարևորը Ռուսաստանում ապրում ու անդարբեր է։ Հա, ուրեմն բաբայի նման է, այդպես մնացել է, իսկ դուք արթնացել եք այդ։ Ներսից ոնց է արյունը աշխատում որոշ դեղեր անբացատրելի է իմ համար, որով շատ հյուրեր են ունեցենք, որ ես կողքից հարցրել եմ ձեր ընտանիքում մարդ կա, որ ասում է, չէ, մարդկա անդարբեր է, բայց ինքը լրիվ ստեղով համոզված, ուրախ, ամենօրյա կյանքն է վայելում ստեղ իր ընտանիքով, իսկ ընտանիքի մյուս հատվածը զարմանում է նույնիսկ, որ ինքը ոնց է ստեղ եկել։ Իսկ ձեր կյանքը ստեղ նաև հաճելի է ինչով Բայց ներողություն, մի բան հարցնեմ ձեզ, հիմա այդպես միտքս եկավ, բայց ինչու՞ չէ։ Ինչը խանգարում սիրել մեր օրինակ երկիր։ Հերվից։ Չէ, ստեղից։ Ինչը խանգարում, կամ որ դուք ասում եք արթնացել եմ։ Հա, արթնացել եմ, ինչը խանգարում է։ Դե լավ է, շատ լավ է։ Հենց էդ է, ես երջանիկ եմ։ Ընդհանրապես Երանի է մարդիկ դենց լինեն, մի օր արթնանան, որովհետև ընդհանրապես գիտեք ինչա, դան մեջ ցաստիարագում են ծնող կա, ասում են հայենք, ոնց որ մենք Ես դենց եմ, եթե դան մեջ այդքան չխոսվեր, կարող է ես չհայտնվեի հետո ստեղ։ Ինձ թվում է դա հակառակ։ Բայց հետաքրքիր է դա որ մարդալ գա դան մեջ չի խոսվել ու ինքը հայտնվում է ու մեծ հաճույքով։ Դա մեր համար հաճելի։ Գիտեք ոնց, ես հիմա կարող է ոչ հաճելի բան կասեմ, բայց շատ անգամ եմ տեսել, որ երբ որ ղեկավար եմ եղել Սփյուռքում, որ մարդիկ, ասենք Հայաստանից գալիս են, հա նրան մաքուր հայերեն գիտեն, նրանց տեղ են ծնվել եւ այլն, բայց նրան չեն գնահատում այդ ինչ որ նրան վերցրել են ստեղ, որովհետև իրան այդ տվել են ծնվելուց, նրան լեզու գիտեն, ստեղ են մեծացել, ծնվել, մեծացել ու գալիս են Սփյուռք ու տենց փնովում են, հա։ Այդքան էլ ճիշտ չեն պահում իրան։ Արկադիջը մենք չենք ասում որ ով փնագվում է ստեղ, ինքը լրիվ հայ, այդ չենք ասում, թագարակը շատ էր կա որ ստեղ ես նույնիսկ կցանկանայի որ ստեղից գնան, որովհետև իրենք այդ հայրենասիրություն ունին, ով որ կարողանում է գնում է, այդ դրա մասին չենք խոսում, բայց խոսում ենք մարդկանց, որ արթնացել են Սփյուռքում կամ հիմա ժամանակ են կդել կարող են իրենք Ամերիկա ապրեին, բիզնեսներ ունեն, Կանադա, Ֆրանսիա,
բայց իրենք ասում են, չէ, կյանքը ստեղ ավելի հաճելի է։ Այդ ամենակարևորը։ Բիզնեսը կարող է դուրսը բիզնես ունի կամ ստեղ այդքան լավ բան անում, որ լավ աշխատում է։ Այդ ամենակարևոր բաներից մեկն է, որ դու բալանսը գտնես կյանքի եւ գործի։ Դուք հիմա նաեւ ուրիշ բաներ էլ եք անում, չէ՞։ Այդ է ուզում ասել, Ալեքսիս Օհանյանի տեսել եք, ինքը երևի հայերեն չգիտի։ Այո, չգիտի։ Չգիտի հայերեն, Ամերիկայում ապրում, ճիշտ է, բայց արելա sense բան ու ուրախ երջանիկ ամբողջ աշխարհին ցույց է տվել, տեսեք ես ինչ ունեմ։ Ինչ ասա։ Էսի Տիգրան Մեծի մետաղադրամա, նույնն է։ Որը դուք ձեր հոբին է ու հա, ես էլ ունեմ այդ նույն դրամից ու հա, դա իմ հոբին է ու ես դրամների միջոցով ուսումնասիրում եմ մեր հայ պատմությունն ու ես այդտեղ շատ բաներ հետաքրքիր ունեմ։ Ծոպկի թագավորության մետաղադրամներ, երբ որ մենք ունեցել ենք ազատություն սելևկիդների կայսերությունից, երբ որ մենք հայտարարել ենք այդ ազատություն, երբ որ մենք մասնակցել ենք Մետաքսի ճանապարհի վաղտ, երբ որ Մետաքսի ճանապարհը աշխարհ էր այն ժամանակ արդեն։ Դե մենք այդտեղ կենտրոն ենք եղել։ Հարավհյուսիս, հարևմուտք, հարևելք, մենք այդ Խաշմերուկի արևտրային Խաշմերուկի վրա ենք եղել։ Հա, ինչի համար մենք դարձել ենք տենց հարուստ, որովհետև մասնակցում ենք այդ արևտրի մեջ։ Կամ վերցնենք Կիլիկիա, հետում առաջին հիշում եք, հետում Զաբել, իր դրամները աշխատում էին, պատտվում էին Եվրոպայից մինչև Մոնղոլիա։ Պատկերացնում եք ինչ տարածքի վրա աշխատում էր այդ մետաղադրամ Եվրոպայից մինչև Մոնղոլիա։ Ինքը вообще ունիկում է եղել, ասենք 3, ասենք 100 անգամ ուժեղ թշնամի շուրջ ինքը մեծացել է իր պետությունը։ Այդ զովի ժամանակ ինչքան հզոր էր Հայաստանը, հաստատ այն ժամանակ էլ իր դնդեսությունը 3 ծով Եվ հա, եւ էքսպորտն ու իմպորտը բավականին ուժեղ են եղել։ Հենց արևտուր Տիգրան Մեծը ինչու է դարավ տենց հարուստ, որովհետեւ հենց այդ ժամանակաշրջան զարգանում էր Մետաքսի ճանապարհ ու Տիգրան Մեծի այդ Հայաստանի միջոցով տարածքով անցնում էր այդ արևտուրը, ու ասենք չինացի խո չի գնա Եվրոպա։ Որոմա չինացի բերում է ստեղ հայը առնում է, հետո տանում է Եվրոպա, կամ եվրոպացի գալիս է ստեղ, հույնը թե ռոմացի գալիս է ստեղ, առնում է, ուրեմն հայկական մետաղադրամը աշխատում է երկու ուղղության վրա։ Դրա համար շատ է եղել այդ մետաղադրամներ, դրա համար միջև այսօր շատ տարածված հայտնի մետաղադրամը ու այսօր գիտեք ես ինչի համար եմ ուրախ։ Տեսեք, ստեղ գրած է King of Armenia։ Մեր այսօրվա թշնամիները շատ են խոսում աշխարհում, որ մենք չենք եղել, որ մենք սաղ աշխարհին խաբում ենք մեր պատմությունով եւ այլն, բայց ժառանգությունը Ոյտի ոչ թե մենք են գրել, դա Ամերիկայի նումիզմատիկա ասոցիացիայի տված սերտիֆիկատը։ Համաշխարհային նկատի ունեմ, որ այսօրվա դրությամբ մեր ժառանգությունը աշխատում է ինֆորմացիայով մեր համար ու դա շատ լավ է։ Կարևորը մենք բարձրացան ենք ամեն օր սրա մասին։ Իրենք շատ են խոսում, մենք քիչ ենք խոսում, դա մեր խնդրեմը։ Մենք ինչքան շատ խոսենք, գծածգենք իրենց խոսածը, բայց մենք ռեակցիա չենք տալիս։ Հանկիստ ենք այդ ամեն ինչի թեմ ասում ենք, մենք մեր մեջ ասում ենք սուդ են ասում, բայց աշխարհով մենք չենք բարձրացնում։ Մենք այնտեղ խնդրեմ ունենք։ Բայց այդտեղ հակառակը, մենք որ քիչ ենք խոսում, մեր համար դա, ասենք ավելի գեղեցիկ ենք պահում մեզ, որ մենք ավելի քիչ ենք խոսում, ինչու, որովհետև աշխարհը մեր մասին խոսում է։ Ամերիկայի նումիզմատիկա ասոցիացիա մեր թշնամիներին սենց բան դուք դենց եք ասում, բայց սուդը ինչքան շատ գրկնես, դառնում է իրականություն, այսօր այդ աշխարհն ենք ապրում։ Հասկաբետ վերջին 20-30 տարին ինչքան սուդը գրկնես, վերջավորության դառնում է իրականություն, եթե դու գանկնած ոչ մի բան չես անում։ Մենք պետք է անենք, պետք է շատ ավելի խոսենք։ Մենք անում ենք Սովետի ժամանակ քիչ էինք անում, որովհետև մեր երկիրը ցայն չուներ աշխարհի ամբիոնների վրա։ Հիմա շատ քիչ ենք անում համեմատած թշնամու արածին։ Դե մեր երկիրը պրինցիպի երկիրեր չի եղել, մենք եղել ենք Սովետամիության անդամ, ու ինչ որ ամբողջ Սովետամիության քաղաքացիություն է եղել, գաղափարներ է եղել, մենք այդ գաղափարի տակ ենք ապրում։ Ոնց կարելի ասել մեր երկիրը, մենք չենք ունեցել երկիր։ Մենք ունեցել ենք Սովետամիության մաս, ինչ որ մաս, իսկ 30 տարվա ընթացքում էլի չեն ներդրում ուշադրություն դրա վրա, դա կարևոր չի եղել, դա փաստ է,
Ինչ որ ես գիտեք ոնց, ես լավի մեջ լավ եմ տեսնում, վատի մեջ վատ եմ տեսնում։ Ես ոչ մի բան երբեք չեմ ջնջում, որովհետև ամեն ինչի մեջ լավ էլ կա, վատն էլ կա, բայց ինչ որ դուք ասում եք, որ մենք ուշադրություն չենք դարձրել ինֆորմացիան պայքարելու համար, դա դուք ճիշտ եք։ Համաձայն եմ ձեզ։ Մասշտաբով եմ ասում, մենք շատ ենք խոսում։ Ճիշտ եք ասում, ու դա շատ կարևոր է։ Արկադի ջան, մի հարց, դուք որ ղեկավար եք եղել Ուկրաինայում մեջ հայ համայնքի, դուք անձնական բանով համոզում եք մարդկանց, որ հայրենադարձ են։ Ես վստահ համոզում եմ ու ասել եմ արդեն ամենասկզբում, որ զուգահեռ այդ քայլը պետք է անել ամնյութական տեսանկյունից, հոգևոր տեսանկյունից, դա շատ կարևոր է։ Ու ես որպես Ուկրաինայի միության անդամ եղել եմ որպես ներկայացուցիչ Լիբանանի Սփյուռքում, Սիրիայի Սփյուռքում, Ռումինիայի, Բուլղարիայի, Ռուսաստանի, Վրաստանի շատ երկրներում եմ եղել ու ուսումնասիրել եմ Սփյուռքի կյանք շատ նման է։ Շատ նման է։ Նույն խնդիրներ, նույն հարցեր, նույն կարոտ, նույն դեպքեր։ Դրա համար ես վստահելի խորհուրդ եմ տալիս, եթե ասենք դժվար է մի անգամից ոնց որ ես տենց բիզնես փակել, տեղափոխվել, եթե տենց դժվար է, պետք չի անել տենց։ Գոնե եկեք 3 ամիս մնացեք այստեղ։ Ինչպես բոլոր հյուրերն են ասում։ Հա, կես չէ, 3 ամիս, կես տարի արդեն հյուր չես։ Դու արդեն տունն ես։ Չէ, մեր հյուրերը որ գալիս են այստեղ միշտ ասում են թող կան ցանկացած երկից 3 ամիս մնան, հետո թող համոզվեն։ 3 ամիս, կես տարի մնացեք, տեսեք, զգացեք, ուսումնասիրեք, ստեի տնտեսություն, ստեի օրենքներ, կյանքը, համը, հոտը, ջուրը, ամեն ինչ։ Իսկապես այդ կարևոր է, որովհետև վերջը տեսնում ես, որ քո նման մարդիկ շատ են ու զգում ես, որ չէ, ստեղ է իմ ուզած դեղս։ Թեկուզ իրենց Ուկրաինայի ժողովրդին արիթը դվեցին, որ Եվրոպա գնան, այնտեղ առավելություններ կար, որ փախնեն բادرազմից, այդ եմ ուզում ասեմ, բայց տեսնում են այնտեղ, որ հա, լավ է, գեղեցիկ է ամեն ինչով, բայց իրենց նման մարդիկ շատ քիչ են այնտեղ։ Դրա համար որոշ ամիսներ հետո սկսում են խանգարվելու, նեղանալու, մի հատ ստեղ փորձեք, հետո եթե չեք հավանում, ամենայնտեպս գա այդ արիթը գնալու Եվրոպա էլ, Ամերիկա էլ, ամեն տեղերն են։ Այդ 3 ամիսը եթե կարողանա մեկը դրամատրի, ծեր նման գմնա։ Ես համաձայն եմ ձեզ հետ ու մի քիչ ավելացնեմ, ասենք ես միջև եկա Հայաստան, ես շատ երկիրներում եմ եղել, միջև Սփյուռքի անդամ էլ շատ երկիրներում եմ եղել ու ասենք Հայաստանը իմ համար օտար երկիր է եղել, ես ասենք չեմ եղել այստեղ։ Ու Հայաստանը իմ համար առաջի երկիր, օտար երկիր է եղել, որը դարել է իմ տուն, որովհետև ես այդտեղ զգացի ինձ որպես տան մեջ։ Հենց զգում ես այդ դուն բարը շատ դեսնա։ Քեզ ոչ օրինակ Իտալիայում քեզ կարող են ասել դու իտալացի չես։ Դե հյուրանոց անդեր, ստեղ դունն է։ Ստեղ տունն է, ստեղ քեզ ոչ մեկ չի կարող ասի որ դու հայ չես։ Ոնց դու ես հայ եմ։ Արկադի ջան, ուզում եմ ավարտեմ մի հարցով, որ դուք ինչ բան կա որ 10 տարվա մեջ չարեցիք ու ուզում եք ու ձեր երազանքներն ու ձեր պրոյեկտներն հաջորդ փուլերում անել Հայաստանում։ Ես հիմա շատ ժամանակ եմ տրամադրում ու ուզում եմ վերականգնեմ մեր ինքնաճանաչման հոգեբանական հայկական հին հայկական դպրոց։ Գիտելիքներ ավելի ճիշտ ոչ դպրոց որպես դպրոց, այլ գիտելիքներ, որովհետև մենք դա ունեցել ենք, այսօր մենք լսում ենք, չգիտեմ, գերմանական հոգեբանություն, ամերիկական, ռուսական հոգեբանություն, բայց հայկական հոգեբանություն, տենց հասկացողություն այսօրվա դրությամբ ինֆորմացիան դաշտում չկա։ Ես ուզում եմ դա ուսումնասիրեմ ու վերականգնեմ։ Կան քրքեր մատենատարանում սրա մասին։ Շատ քիչ։ Շատ քիչ կան, բայց կան։ Շատ լավ, ով մտածում է այս ուղղությամբ Գարամյանը, Արկադին, իրար հետ գիսվեք քաղաքապարներով կարող է հասնենք շատ շուտով այդ ծեր ուզածին։ Մերսի շատ։ Շնորհակալ եմ Արկադի ջան, այս քեղեցիկ զրույցի համար, ցեզ մաղթում ենք հաջողություն ու դա Աստված որ շատերը կանցեր նման ու ստեղ մնան։ Ձեզ էլ եմ շատ շնորհակալ, որ տրամադրել եք ինձ ժամանակ ու ես շատ ուրախ եմ, որ արժանի եմ, որ հրավերել եք։ Իհարկե, մինչ նոր հանդիպում։ Մերսի։